Ավտոմեքենայի կառուցվածքի դասեր սկսնակների համար, մաս 15-րդ, 3 դեռազվալ։ Եկեք պատկերացնենք, թե ինչ է տեղի ունենում, երբ խախտված են ավտոմեքենայի անիվների անկյունները։ Կարող են առաջանալ 4 հիմնական խնդիրներ՝ անվադողերի անհավասար մաշվածություն, կառավարման դժվարություն, ռուլի սխալ դիրք, վառելիքի գերծախս։ Անիվների սխալ դիրքը հաճախ հանգեցնում է անհավասար մաշվածության, սա կարող է ապես կրճատել անվադողերի օգտագործման ժամկետը։ Մեկ այլ նշան է մեքենայի մի կողմ քաշելը, որը ստիպում է վարորդին մշտապես ուղղել ղեկը ուղիղ երթևեկություն ապահովելու համար։ Այս ամենին կարող է ավելանալ նաև ղեկի թեք դիրքը, հատկապես եթե մեքենան համալրված է էլեկտրոնային վարորդին օգնող համակարգերով, որոնք սովորաբար ղեկավարվում են ղեկի անկյան սենսորի տվյալներով։ Եթե նկատում եք ղեկի սխալ դիրք, անվադողերի անհավասար մաշվածություն կամ մեքենան մի կողմ է քաշում, անհրաժեշտ է հնարավորինս շուտ անցնել 3D անվաբացքերի ուղղման գործընթաց։ Որոշ շեղումներ կարող են կարգավորվել պարզ ճշգրտումներով, իսկ որոշ դեպքերում անհրաժեշտ է փոխել մասեր։ Եթե անտեսեք անիվների անկյունների խախտման նշանները, դա կարող է հանգեցնել վերանորոգման ծախսերի աճի, անվադողերի ծառայության ժամկետի կրճատման, վառելիքի գերծախսի և նույնիսկ վարորդին օգնող համակարգերի սխալ աշխատանքի։